Հունիսին կլրանա 1 տարին, ինչ Սուրեն Մուրադյանը կալանքի տակ է։ Գլխուղեղի կաթվածի հետևանքով մարմնի մի հատվածն անկառավարելի է, սուր ցավերն էլ դարձել են սովորական։ 42-ամյա տղամարդուն օգնում է խցակիցը։ Աջ կողմս ընդհանրապես ես չեմ զգում։ Համեսունակա ինչ-որ մի բան էլ տակ ձեռքից մեջ ես չեմ կարող ասեմ, դա ինչ իր է, եթե աչքերս փակեմ, թուլացած վիճակում ամբողջությամբ թե հաց ուտելը կլինի, խցակիցս արդեն ամոթվել արդեն չեմ մանում ինչ անեմ։ Դաժան անձնական կարիքներս արդեն ամանչում եմ։ Մուրադյանը ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին թմրամիջոցներ ապօրինի իրացնելու եւ շրջանառելու մեղադրանքով։ Սկզբում տնային կալանք է ընտրվել որպես այլընտրանքային խափանման միջոց, հաշվի առնելով առողջական վիճակը։ Ի սկզբանե ես եղել եմ տնային կալանքի տակ բրասլետով, ոչ մի խախտում, ոչ մի ինչ-որ բան չեմ արել, վերաքննիչիչ որոշում է գալիս, որ ինձ պետքա կալանավոր է։ Առանց իմ տեղյակ լինելու, թե նիստը երբ է լինում այդ վերաքննիչի, փաստաբանը դաժե տեղյակ չի լինում, թե նիստ է եղել։ Ուղեկցող գումարտակը գալիս է տանից, որ տանի ինձ, դաժե իրանք են զարմանում, թե քեզ ոնց կանենք տեղափոխենք։ Շուտ զարմացած մնում են տղաները։ Զանգում են պրոբացիայի աշխատակիցներին, որ պիտի բրասլետը հանեն։ Պրոբացիայի աշխատակիցները ասում են, Սուրան ինչ եկար դուք տեղաշարժեք, քանի որ ինքը չի համապատասխանում իր հիվանդությունը կալանքի հետ։ Ինքնուրույն չի այդ մարդը, մի կողմը չկա։ Շիվանից ասում են, որ եկել են։ Շիվանից բերեցին ուղղակի կալանքի տակ ու ստես միջև հիմա պահում են։